Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Զվարթ Քեշիշյանը Արմենիա ալիքի լրատվական թողարկման ժամանակ լսեց հարազատ անուններ։ Ցեղասպանության շրջանում հայ որբերին փրկած միսիոներուհիների մասին ռեպորտաժը բացահայտեց նրան եւ միսիոներների ժառանգներին կապող ամենաամուր օղակը՝ հիշողությունը։ Զվարթ Քեշիշյանն ու նրա ընտանիքը անմիջապես արձագանքեցին։ Գտնվել էին նրանց հարազատները։ Իմ մեծ հայրս Քարեն Եփեի որդեկիրներ։ Մեզ համար շատ անագնկալ էր Քարեն Եփեի ասկագաններուն հանդիպում Երևանի մեջ։ Մեծ հումանիստ Քարեն Եփեի եղբոր թոռնուհիների մտքով անգամ չէր անցնի, որ կարող են իրենց բարեկամներին հանդիպել հենց Երևանում։ 2 տարեկան Քրիստը Քարեն Եփեի հոգևորթու ամենակրտսեր ժառանգն է։ Yeah, you look like her. Yes. Մենք գիտենք նրա հոգեզավակների Միսակի եւ Լյուսիի մասին, սակայն երբ հետաքրքրվեցինք, մեզ ասացին, որ սովորական հայկական անուններ են։ Եթե տվյալներ չկան, դժվար կլինի գտնել նրանց։ Ես իմ բնույթով շատախոս եմ, սակայն հիմա բառեր չեմ գտնում։ Մենք չենք իմացել մեր տատիկի որդեգիրների ճակատագրի մասին։ Տվյալներ չկային, Google-ով փնտրել հնարավոր չէր։ Վաղեմի բարեկամների ուրախությանը մասնակից դարձան նաև պատահական անցորդները։ Նրանց ծանոթության առթիվ փոքրիկ երեխաները անձայն պար նվիրեցին Քարեն Եփեի ժառանգներին։ Լրատվության շնորհիվ իրար գտած հարազատներն անմիջապես փոխանակեցին իրենց տվյալները, այսուհետև միմյանց հեշտ կգտնեն, ու ոչ էլ Google-ով փնտրելու կարիք կլինի, քանի որ նրանց կապում է ամենակարևոր ու ամուր կապը՝ հիշողությունը։ Աղվան Ասոյան, Ալբերտ Գալստյան, Ժամ լրատվական։